Добрый день, уважаемые друзья! Сегодня у нас в гостях старший директор Яралян Ани. Ани – молодая мамочка, которая успешно строит свой бизнес в декрете. Բարև Ани, как вам удается совмещать роль жены, молодой мамы, домохозяйки и успешной бизнес-вумен? Շնորհակալ եմ հարցի համար Աննա ջան, իրականում բավականին հեշտ կարողանում ենք համատեղել ամեն ինչ, քանի որ կա հստակ պլանավորում, առանձնացնում եմ օրվա ընթացքում կարևոր եւ անկարևոր գործերը իրանից եւ աշխատում եմ ճիշտ իմ ժամանակը։ Какой ваш самый любимый продукт от компании Faberlic и почему? Իրականում դժվար է առանձնացնել որևէ product ֆիրմայից, քանի որ բոլոր product-ները յուրովի լավն են, բայց իմ ամենասիրելի product-ը դա It's Collagen շարքի քուշոնն է, որը ուղղակի հրաշք է, ինձ տալիս է հնարավորություն հաշված րոպեների ընթացքում ստանալ պրոֆեսիոնալ դիմահարդարում եւ ունի արևապաշտպան հատկություն, ինչը նույնպես կարեւոր է գեղեցիկ հարթ մաշկ ստանալու համար։ Ани, вы всегда находитесь в гуще событий. Всегда принимаете участие во всех тренингах, мероприятиях от компании. Почему вы считаете, что лидеру важно занимать активную позицию? Յուրաքանչյուր սեմինար եւ տրեյնինգ շատ կարեւոր է, քանի որ ամեն անգամ մենք սովորում ենք նոր գիտելիքներ, բացահայտում ենք նոր գործիքներ մեր բիզնեսում ավելի առաջ գնալու համար, միևնույն ժամանակ ունենում ենք հնարավորություն շփվելու հաջողակ կանանց հետ, ստանալու նրանցից փորձ եւ ամենակարևորը իմ համար մոտիվացիա, քանի որ երբ որ շփվում ես հաջողակ կանանց հետ, նրանց այդ էներգիան փոխանցվում է քեզ ու ինքդ հասկանում ես, որ եթե այդ մարդիկ կարողացել են հասնել իրենց նպատակներին, դու նույնպես կարող ես հասնել քո նպատակներին։ Ани, назовите, пожалуйста, 3 самых важных правила, которые не дают вам остановиться на достигнутом и всегда идти вперед. Առաջի կետը դա կարգապահությունը եւ հետեւողականությունն է, քանի որ հաջողությունը դա փոքր քայլերն են դեպի մեծ նպատակներ, իսկ նպատակներին հասնելու համար պետք է կատարել ամենօրյա ստաբիլ գործողություններ, որովհետեւ եթե կան ստաբիլ գործողություններ, արդեն մենք հասնում ենք մեր մեծ արդյունքներին, ինչպես ասում են, ավելի լավ է կրիայի արագությամբ առաջ շարժվել դեպի մեծ բարձունքներ, քան ուղակի դոփել նույն տեղում։ Երկրորդը դա ժամանակի ճիշտ կառավարումն է։ Բոլորս ունենք նույն 24 ժամը, բայց ցավոք սրտի շատ քչերն են գիտակցում, ինչպես կարելի է ճիշտ պլանավորել, եւ լինելով արդեն փորձառու մամա եւ բիզնես լեդի, օգնում եմ իմ գործընկերուհիներին ճիշտ պլանավորել իրենց ժամանակը, առանձնացնել անկարևոր եւ կարևոր գործերը իրարից եւ ունենալ ավելի մեծ արդյունքներ մեր նախագծում։ Երրորդ կետը դա թիմային զարգացումն է, որովհետեւ եթե չկա գիտելիք, չկա արդյունք իմ համար, այդ իսկ պատճառով ես կիսվում եմ իմ գիտելիքներով, իմ փորձով, իմ գործընկերուհիների հետ, օգնում եմ իրենց ավելի ճիշտ աշխատել։ Իմ նպատակն է, որ իմ բոլոր գործընկերուհիները գերազանցեն ինձ, քանի որ ցանկանում եմ լինել ավելի լավ ուսուցիչ, ինչպես ասում են, լավ ուսուցիչը նա է, երբ որ աշակերտը գերազանցում է ուսուցչին, եւ չեմ դադարում անընդհատ սովորել, զարգանալ որպես առաջնորդ։ Ани, кем вы видите себя в ближайший год в сотрудничестве с компанией Faberlic? И как вы планируете этого достигнуть? Ինչպես նշեցի, սեմինարներն ունեն իրենց յուրահատուկ դերը եւ վերջին սեմինարը նույնպես տվեց ինձ մտածելու տեղիք։ Իմ նպատակն է արդեն բիզնեսում հասնել թանկարժեք տնօրենի ստատուսի, որը կօգնի իմ գործընկերուհիներին լինել ֆինանսապես անկախ, կայացած։ Ինչու՞ չէ նաեւ մայր դառնալուց հետո եմ հասկանում, որ առաջին հերթին արդեն կարևորվում է հենց քո բալիկի ապահով լինելը, իսկ մեր նախագիծը տալիս է այդ հնարավորությունը վայելել երեխայի մանկությունը եւ միևնույն ժամանակ կառուցել իր համար բարեկեցիկ ապագա։ Ани, спасибо вам большое за позитивную беседу. Желаем вам развития и новых успехов. Շնորհակալ եմ Աննա ջան հետաքրքիր հարցազրույցի համար։
Հուսով եմ այս հարցազրույցը մեր հետևորդների համար խթան կհանդիսանա, որպեսզի իրենք նույնպես միանան մեր նախագծին եւ բացահայտեն նոր հորիզոններ։